Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է այն համարները, որոնց ներքո հանդես կգան հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքական ուժերը, մինչ այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել էր ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 19 քաղաքական ուժերի։ Քաղաքական ուժերը ընտրություններին քվեաթերթիկներում կլինեն հետևյալ համարների ներքո՝ ռեֆորմիստների կուսակցություն 1, բոլորին դեմ եմ ժողովրդավարական կուսակցություն 2, ուժեղ Հայաստան դաշինք, կազմում ուժեղ Հայաստան կուսակցություն, նոր դարաշրջան կուսակցություն, միավորված հայեր կուսակցություն 3, Հայաստանի շնորհապետական կուսակցություն 4, նոր ուժ ռեֆորմիստական կուսակցություն 5, միասնության թևեր կուսակցություն 6, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 7, ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական կուսակցություն 8, Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք կուսակցություն 9, Հայ ազգային կոնգրես կուսակցություն 10, Հանրապետություն կուսակցություն 11, Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն 12, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն 13, Ժողովրդավարական համախմբում կուսակցություն 14, Դեմոկրատիա օրենք կարգապահություն կուսակցություն 15, Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն 16, Հայաստան կուսակցությունների դաշինք կազմում Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցություն, առաջ Աչակենտրոն կուսակցություն 17, Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն 18 եւ Լուսավոր Հայաստան կուսակցություն 19։ Իդեպ այս ընտրական գործընթացը ուղեկցվում է ընտրակաշառքների բարեգործության արգելքի խախտման եւ այլ հակաօրինական գործողություններով։ Ամենավերջին եւ առանցքայիններից մեկն էր պետական եկամուտների կոմիտեի կողմից հայտնվող, որ Զվարթնոց օդանավակայանում ձերբակալել են Ռուսաստանից Հայաստան ժամանած Ռուսաստանի քաղաքացու, ում մոտարկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն դրամին համարժեք գումար է։ Հաղորդվեց նաեւ, որ 1 օր անց էլ Հայաստան ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի համարժեք 37 միլիոն դրամ գումարի։ Իսկ քննչական կոմիտեն էլ նշել էր, որ ուժեղ Հայաստանի ընտրական ցուցակում ընդգրկված անձինք համակարգել են Լոռու մարզի բնակիչների հավաքագրումը, Երևան տեղափոխումը, սննդով ապահովումը եւ խոստացված գումարների տրամադրումը։ Իրավապանները հաղորդեցին, որ հաջակցություն ուժեղ Հայաստանի հավաքին Լոռու մարզի մի շարք բնակիչների մասնակցությունն ապահովելու համար վերջիններից նյութապես շահագրգռել են նախապես խոստացված գումարից յուրաքանչյուրին 3000-ական դրամ գումար տրամադրելով, այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցել կազմակերպված հավաքին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Իրավապանները նաեւ խուզարկություններ իրականացրին օրերս ուժեղ Հայաստանի Ավանի գրասենյակում, բերման ենթարկեցին քաղաքացիների։ Հակակոռուպցիոն կոմիտեն նշեց, որ ընտրակաշառք ստանալու եւ բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում են տեղի ունեցել մի խումբ անձանց ձերբակալությունները։ Հիշեցնեմ նաեւ, որ ընտրակաշառքի համար մեղադրվող Կանդազ մականունով Արթուր Ավանեսյանն էլ հացադուլ է հայտարարել, նրա փաստաբանն է նշել, դատարանը նրան 2 ամսով է կալանավորել ուժեղ Հայաստանի անվտանգության թիմի ղեկավարն է, նախկին զինվորական։ Այս ամենին զուգահեռ ուժեղ Հայաստանից հերքում են, թե ընտրական հանցագործություններ են կատարում, օրորի ավելացող քրեական գործերն էլ որակում են իրենց նկատմամբ սև քարոզչություն։ Եվ այժմ զրուցելու եմ փաստաբան Հանուն Հանրապետության կուսակցությունից ազգային ժողովի պատգամավորի թեկնածու Լուսինե Զեյնալյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Զեյնալյան, եւ այսպես սա Այս վերջինը Ավանեսյանի գործելի ընտրակաշառքով, հա, պատահաբար չվերհիշեցինք, հիմա էլ ասում են, այն պնդումն են տանում, որ այս իշխանությունը հասել է արդեն զինվորականներին, գեներալների են ձերբակալում, չգիտեմ, մարդիկ, ովքեր մեծ ավանդ են ունեցել պատերազմական գործողությունների ժամանակ ու նման բաներ, հա։ Օրինակ դուք այդպիսի իրավական պրակտիկա ունեք, որ մարդու կոչումից ելնելով նրան կարելի է օրինակ անօրինականություններ անել։ Ոչ, բնականաբար ոչ, որովհետև եթե ինքը զինվորական էր, ուրեմն պետքա պահպաներ եւ պաշտպաներ այդ զինվորականի համազգեստը եւ ուսադիժները եւ ավելի բարեխիղճ գտնվեր իր անցած ճանապարհի եւ ունեցած կենսագրության նկատմամբ։
բայց այսօր մենք տեսնում ենք, որ բոլոր կարմիր գծերը ձեր կողմից նշված այդ կուսակցությունը, բոլոր կարմիր գծերը ընտրակաշառքների մասով անցել է, ճիշտ է, հնարավորինս քննչական կոմիտեն բացահայտում է քրեական հետապնդումները հարուցվում են, սակայն դեռևս չեմ կարծում, որ դրանք այն լիարժեք տեսարանն է, ինչը որ իրականում հասարակության մեջ կա։ Այսինքն ծավալը ավելին է։ Ծավալը ես գտնում եմ, որ ավելի մեծ է, քան այն ինչը որ ներկայացվում է, որովհետև պատկերացրեք, որ հասարակության հետ շփման արդյունքում ամեն երրորդ չորրորդը ինքը նշում է, որ Սամվել Կարապետյանից առաջարկներ ունի եւ նախընտրում է այդ առաջարկները ընդունել։ Քաղաքացիների մոտ ընկալման եւ գիտակցության մենք խնդիր ունենք բացատրելու, որ ընտրակաշառքը ինքը հակաօրինական վարքագիծ է եւ նախատեսված է քրեական օրենսգրքում։ Այո, այդում եւ վերցնողի համար։ Եւ վերցնողի եւ տվողի համար, այսինքն դա տարիներ առաջ է փոխվել, ոչ միայն վերցնողն է քրեական հետապնդման ենթարկվում, այլ նաեւ առաջարկողը։ Ընտրակաշառք վերցնելուց առաջ պետք է մի պահ մտածել, որ դա դեպի բանտ ուղեգիր է։ Ամենաառաջին իրավական առումով մենք կարող ենք այդպես մտածել, որ եթե դուք ընտրակաշառքի շուրջ գալիս եք համաձայնության, որովհետև քրեական օրենսգիրքի դիսպոզիցիան հենց ինքը համաձայնություն ձեռք բերելուց հանցակազմը ավարտվում է։ Այսինքն անկախ նրանից ձեզ փոխանցել են թե չեն փոխանցել, ինքը հանցակազմը ամբողջական է դառնում, երբ որ տալիս եք ձեր բանավոր համաձայնությունը։ Բայց այստեղ նաև, քանի որ մենք քաղաքական հարթության վրա ենք այս պահին, մենք նաև պետքա գնահատական տանք քաղաքական ոլորտում, որտեղ շատ-շատերը խուսափում են, նշում են, որ անմեղության կանխավարկած կա, դեռևս ապացուցված չի մեղքը, դեռևս մեղադրական դատական ակտ չկա օրինական ուժի մեջ մտած, ինչի համար մենք խոսանք ընտրակաշառքների մասին։ Չէ, այս պարագայում, եթե մենք ընտրության նախօրեին ենք, նախաշեմին ենք, մենք պետքա ամենաառաջնայինը իրավական գնահատականի կողքը դնենք նաև քաղաքական գնահատականները եւ ավելի խիստ պետքա վերաբերվել, որովհետեւ ընտրակաշառքը ինքը սովորական իրավախախտում չպետք է համարել, դա սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն է։ Եվ ավելի հնարավորինս պետք է խստացնել եւ վերահսկողություն իրականացնել պետության կողմից, որպիսի դա բնակչության քաղաքացիների համար ուղեցույց լինի, որ կատարած արարքից առաջ միգուցե կարողանան մտածել հետևանքը ինչ կարող է դառնալ։ Եվ այս դեպքում, երբ որ մենք խոսում ենք կաշառքի մասին, դա միայն գումարը չէ։ Դա հենց էլի բարեգործության անվան տակ ինչ որ բան անելն է, ինչ որ բան տալը, բարեգործական ծառայություն մատուցելը, անգամ հետագայում պաշտոնի խոստումներ տալը։ Դա էլ է տեղավորվում, կոնկրետ ընկալվում է այս հոդվածի ներքո։ Պետք է շատ ուշադիր լինել, ոչ թե արդարացնել, որ ես գումար չեմ վերցրել, այլ, չգիտեմ, սպորտային հագուստ կամ որը մեծ է, փոքր է, պետքա մեծացնել, այլ պետք է ընկալել։ Ինչը վերաբերվում է ձեր կողմից ներկայացված սուբյեկտին, Ավետիսյանի հետ կապված, տեսեք, պաշտպանական քանի որ կա տարբեր մեթոդներով ինքնապաշտպանություն իրականացնել, ես գտնում եմ ոչ թե դա հետապնդում է, այլ ինքնապաշտպանական դիրքավորում է։ Այսինքն երբ են հացադուլների գնում կալանավորված կամ դատապարտված անձինք, երբ որ ինչ որ ձևով ուզում են իրենց բողոքի նոտան հղեն վարույթ իրականացնող մարմիններին, այս դեպքում ես չեմ կարծում, որ այդ նոտան ուղղված է վարույթ իրականացնող մարմնին, այս դեպքում նախաքննական մարմինն է հանդիսանում, ինչպես նաև դատարանը։ Այլ քանի որ քաղաքական ոլորտի մեջ են եւ թոհուբոհը շատ արագ է զարգանում, անգամ անկառավարելի է այսօր այդ թոհուբոհը, սա ուղղված է կոնկրետ իշխանություններին, որ տեսեք դուք ինչի համար է սկզբում ներկայացվում բնութագրական տվյալները, հետո նոր բերվում, փոխկապակցվում այլ իրավիճակը կալանքի հետ։ Բոլորը մտածված սցենարներ են ուշադրություն գրավելու համար, իմ կարծիքով, որովհետև այդ ձևով քաղաքական մեկնարկ տալը գտնում եմ, որ թե բարոյապես, թե իրավական առումով եւ թե քաղաքական առումով ճիշտ չի կարող գնահատվել։ Հիմա մի հարց, ինչու է մի դեպքում մեկի նկատմամբ, եթե այս էլի նույն ուժի մասին էլի, եթե խոսենք, մեկի նկատմամբ ընտրակաշառքի մասով կիրառվում, չգիտեմ, տնային կալանք, մյուսի նկատմամբ կալանք։ Այսինքն
այստեղ չգիտեմ ինչ գործոններն են, հա, այսինքն եթե գումարի չափ, ենթադրյալ գումարի չափն է այստեղ կարևոր, այսինքն, բայց ինչն է։ Դրսևորած վարքագիծը, երբ որ անձը ձերբակալվում է։ Ձերբակալվելուց հետո այլ գործիքակազմ է աշխատում քրեական դատավարության սահմանների շրջանակում։ Եթե անձը ընդունում է իր առաջադրված արդեն իսկ մեղադրանքը, այն քրեական հետապնդումը, որ ներկայացվել է, ինքը չի վիճարկում որևիցե դրույթ, տալիս է ինքնախոստովանական ցուցմունքներ կամ այլ հանգամանքների մասին համագործակցում է վարույթ իրականացնող մարմնին, քրեական դատավարությունը չի թույլ տալիս նախաքննական մարմնին կամ դատարանին ավելի խիստ խափանման միջոցներ ընտրել, քան այն ինչը որ կարող է կատարել։ Կալանքները լինում են այն պարագայում, երբ որ անձը խոչընդոտում է հնարավորինս, երբ որ անձը ճիշտ է լռելու իրավունքը, դա իրավունք է դատավարական, այլ ոչ թե պարտականություն, դա չի կարող իր դեմ օգտագործվել, բայց համադրելով այլ ապացույցների հետ կարող է վարույթ իրականացնող մարմինը մտավախություն ունենալ, եթե անձը լռում է, հնարավոր է իրեն սահմանափակելու անհրաժեշտություն առաջանա, որպեսզի կարողանան լրացուցիչ այլ ապացույցներ ձեռք բերել եւ հիմնավորել կամ չհիմնավորել։ Նմանատիպ դրսևորումները ոչ միայն ընտրակաշառքներով, այլ բոլոր քրեական գործերով են։ Չէ, ինչու դա հարցրեցի նաև, եթե նաև կան երկրներ, որտեղ այդ առհասարակ կաշառքը եւ այլն շատ ավելի խիստ պատիժ են նախատեսվում, քան Հայաստանի Հանրապետությունում, եկեք արձանագրենք դա։ Ու եթե դա հակասահմանադրական եւ շատ ծանր, հա, արարք է ընդհանրապես, ինչու այսպես ասենք կոնկրետ այս մասով մեր իշխանությունները անելիք ունեին նախկին տարիների ընթացքում, որը բաց թողում կարող եմ ասել կամ չեմ կարող ասել ինչի էր այդ անտարբերությունը, քանի որ մտածում եմ նաև արդարացնող իրավիճակ, որովհետև շատ կարճ ժամանակում մեր ձևով այդ շարժումը զարգացավ եւ մտավ քաղաքական դաշտ։ Եվ իշխանությունները նման իրավիճակում նախկինում չէին առնչվել համատարած այս հարթակներում, հա, առանց ամոթի զգացում ունենալու բացահայտ գումարներ են բաժանվում։ Ձեր կողմից նշվեց 3000 դրամ, ես մինչև 1000 ամերիկյան դոլար եմ լսել։ Դե գումարները տարբեր են։ Տարբեր անձանց, տարբեր գումարներ, նաև այդ ձայնագրությունների մեջ են արձանագրվել 100,000, 150,000, 200,000։ Այսինքն տարբեր անձանց երևի իրենց մակարդակներին են տարհնջատել, ըստ այդ անձանց ընկալումների նաև գնահատել են իրենց արժեքը, բայց պետք է քաղաքացին հասկանա, որ քվեն չպետք է վաճառել։ Քվեն վաճառելով դա ուղիղ մեր պետության անվտանգության դեմ է։ Եվ հիմքերն են։ Գիտեք խնդիրը որտեղ է, որ այդ անձիկ ովքեր գումարներ են վերցնում, այս մինչև հաջորդ ընտրություններ ամենաառաջին շարքերում բողոքողների շարքերում կանգնող քաղաքացիներն են եւ բողոքում են իրենց կողմից գնված քվեի արդյունքում ձևավորված իշխանությունից։ Այ խնդիրը քաղաքացիների հետ այստեղ է, որ պետքա յուրաքանչյուրը ընկալի իր քվեն, եթե ինքը վաճառում է, նաեւ վաճառում է իր պետությունը։ Եթե ընտրությունը ինքը վաճառված է, այդտեղ չի կարող խոսք լինել ժողովրդավարության մասին։ Մենք բոլոր եվրոպական երկրներում բոլոր հարթակներում մենք կռիվ ենք տալի, որ մենք ժողովրդավար պետություն ենք եւ պետքա մենք պահենք, իսկ դա ոնց պետքա պահենք։ Մեր ինքնիշխանությունն է դա։ Մենք ոնց պետքա պահենք, ամենաառաջինը քվեն չվաճառել։ Տեսեք, հետաքրքիր մի բան, ինչու որևէ հետևանք, ես չեմ ասում պարտադիր իրավական, հա, ցանկացած տվյալ ուժի, կուսակցության կամ նախաձեռնության համար չի լինում, երբ որ այսպիսի դեպքեր են բացահայտվում։ Այսինքն դա համար մարդիկ կանգնում ասում են, որ մեր հետ կապ չունեն այդ մարդիկ։ Այսինքն տրամաբանությունը հետևյալն է։ Օրինակ ես գնամ վաճառեմ իմ բնակարանը եւ ձեր կուսակցության համար առանց ձեր իմացության գնամ մարդկանց գումար բաժանեմ, որ ձեզ ընտրեն։ Այսինքն դուրս գալիս այսպես է։ Դա ոնց կարա, տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Դա իրանց հայտարարություններն են բանավոր այդպես, բայց խորքային երբ որ ուսումնասիրում եք, բայց երբ կուսակցության համար դա հետևանք չունի, դա դուրս է գալու որ այդպես է։ Եթե հետևանք չունի, այ իմ խոսույթը հենց դրան էր վերաբերում, եթե պետությունը գոնե ինչ որ միտեղ իր հայտարարություններով, նաև սահմանադրության, նոր սահմանադրության նախագիծ է մշակվում, եթե մենք ձևավորենք այն քաղաքական ուժերը, ուղղակի կամ անուղղակի կապ ունենան ընտրակաշառքներով քրեական վարույթների հետ,
առաջիկա 5 տարին կամ 10 տարին խստի վարգելվի քաղաքական հայտ ներկայացնելուն։ Այն նմանատիպ իրավիճակում գոնե զսպողական կլինի այդ քաղաքական ուժերին, ովքեր ձեր կողմից նշվեց, նաև ամբողջ մամուլն է տարածել, 3 անգամ արդեն իսկ այդ ճամպրուկներով միլիոնավոր ռուսական ռուբլիներ են ներմուծվում Հայաստանի Հանրապետություն, որովհետև բանկային փոխանցումներով դա անհնարին իրավիճակ է, դա պետքա նաև թափանցիկությունը ֆինանսավորման ապահովել ընտրություններին ծախսեր իրականացնելու համար, փորձում են, կստացվի, այ խնդիրը մտահոգիչ է, երբ որ մեկ անգամ փոխանցվում է պետությունը կանխարգելում է, հաջորդը նորից կրկնվում է, նորից է կանխարգելվում, հաջորդը, դե այդքանը մենք պետությունը ապահովել է անվտանգությունը, բայց ինչքան էլ այլ ճանապարհներով է հնարավոր, որ եկել է Հայաստան, որին մենք չենք տիրապետում։ Այս էլ է մեր համար ստվերում մնացած այնքան հարցեր կան չպատասխանված, որ պետքա մեր իշխանություններին դա մտահոգի։ Եվ խիստ կապը էլի, այսինքն օրինակ այդ մարդիկ այդ գումարները, որ բերել են միլիոնները, հա, բերել են եւ պետք է ենթադրաբար ինչ որ ուժի համար այդ գումարները նյութականացնեն, այսպես ասենք։ Միանշանակ։ Ահա, շատ լավ։ Բայց այդ կապն են, չէ՞ նաեւ կարեւոր բացահայտել, որ ուժի համար, որտեղից է բերվել, ով է տվել, այս փուլում գտնում եմ, որ հնարավոր է, եթե չի հայտարարվում, հնարավոր է նախաքննական գաղտնիքներ, օպերատիվ տվյալներ լինեն, որը հրապարակայնացնելը ինքը կարող է կանխել այլ հանցագործությունների կանխումը, ուստի ինձ թվում է դեռևս պետքա սպասել եւ հասկանալ ինչա կատարվում, բայց մենք պետքա կոչ անենք նաեւ ոստիկանության մարմիններին, որ պետքա ավելի աչալուրջ լինել, ավելի պետքա զգոն լինել այս ժամանակահատվածում մինչև հունիսի 7-ը։ Ես կարծում եմ, որ հունիսի 7-ով մենք չենք վերջացնելու, երբ որ ընտրությունները ավարտվեց, ուժերը վերադասավորվեցին, անգամ 3 հայտարարություն տեսա ուժեղ Հայաստանի կողմից, որ հաջորդիվ իրենք պայքարելու են փողոցային պայքարներով եւ այլն։ Մենք տարբեր ընդդիմադիր ուժեր ունենք, որոնք տարբեր հարթակներում են, հա, ներկայացրել իրենց քաղաքական հայտը, բայց դա այնքան ակնհայտ է, որ մեկ միասնական մեր իրավական առումով կա, մեկ միասնական դիտավորություն ունեն։ Գնալ մեկ շրջանակի մեջ տեղավորվել եւ ղեկավարին նշանակել միանշանակ Ռոբերտ Քոչարյան, որովհետեւ այսօր ուժեղ Հայաստանից Սամվել Կարապետյանը թնդում է բոլոր հարթակներում, որ ինքը արդեն իսկ նշանակվել է վարչապետ, արդեն պաշտոններ են բաժանում, այդ ձեր կողմից նշված Արտուր Ավետիսյանը արդեն իսկ պաշտպանության նախարար է եւ դեռևս այս փուլում այլ ավելի ցածր օղակներում պաշտոններ են բաժանում, բոլորը այդ թաղային հեղինակությունների մակարդակով փորձում են քվեներ վաճառել։ Այս իրավիճակում պետք է մենք մի բան ընկալի, մեր քաղաքացին է պետք է ընկալի, որ բոլոր այդ ուժերը Հայաստան Դաշինք, ուժեղ Հայաստան, անգամ միասնության թևեր, ես փոխկապակցում եմ իրենց հետ, Բարգավաճ Հայաստան, երբ որ իրենց անցած ճանապարհը ուսումնասիրում են, միասնության թևերը օմբուդսմենը ա եղել, Սերժ Սարգսյանի օրոք, մենք ունեցել ենք աղմկոտ գործ, հաց բերող Արտուրի հետ կապված, ինքը օմբուդսմենն ա եղել, թող գեթ մեկ անգամ հայտարարություն ցույց տա, որ ինքը մարդու իրավունք է պաշտպանել։ Այսինքն չպաշտպանելով այդ իրավունքները, նաև ես ընկալում եմ որպես, որ ինքը համաձայն է այն որոշումների հետ, որը այդ օրվա իշխանությունները օրակարգ են վերել։ Տարբեր անձանց հետ այսպես դրվագային աղմկոտ գործերով ես կարող եմ մեջբերումներ անել եւ արդյունքում դուք էլ կհամոզվեք, որ այստեղ հավաքական է, այլ ոչ թե անհատական։ Շատ լավ, եւ վերջում Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, բավականին մեծ ներկայացուցչական կազմով, զուգահեռ տեղի ունենում նաեւ բողոքի ակցիա եւ իհարկե մարդիկ ազատ են խաղաղ ակցիաներ իրականացնել եւ իրենց բողոքը արտահայտել, մարդիկ խոսում էին գեյների վերադարձից, Արցախ վերադառնալու իրավունքներից եւ այլն, ինչը շատ ընկալելի է, բայց երբ նրանց միացան արդեն կուսակցություններ,
կամ քաղաքական դերակատարներ, հա։ Ակցիան տեղափոխվեց բանի աշխարհաքաղաքական կոնտեքստ ստացավ եւ հիմա ասում են, որ Հայաստանը նաեւ այս միջոցառմամբ տեղի ունեցողով մարզաամերիկային համալիրում ուղիղ ճանապարհ է բացում դեպի Ռուսաստանի հետ թշնամություն, Եվրոպան Հայաստանին որպես հակառուսականության հարթակ է դիտարկում եւ օգտագործում ու նման բաներ, հա։ Իրոք այդպիսի process է գնում հիմա։ Ես համաձայն չեմ լինի այդ խոսույթին, որ հակառուսական եւ այլն Հայաստանը փորձում է զարգանալ եւ առաջ գնալ։ Հենց վառ ապացույցն է այսօր 45 տարբեր պետություններից եվրոպական Հայաստան ժամանելը եւ այդպիսի բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելը եւ մնացած հարցերի քննարկումներն իրականացնելը հուշագրեր են ռազմավարական եւ այլ տարբեր հարթակներում համագործակցության հուշագրեր են ստորագրվում Հայաստանի հետ։ Դա չեն գնահատում, այլ խաղաղ ակցիայի հետ կապված խաղաղ ակցիան իրականացնում են իմ պատկերացումով, ինձ թվում է դա Արցախահայերի ինչ որ խումբ էր, որ ուզում էր իրենց այն ցավոտ հարցերը բարձրաձայնել, դա նորմալ է, բոլորը կարող են, մենք բոլորը դա դրական ենք ընդունում, բայց կուսակցությունները բերել դա քաղաքականացնել այդ ակցիաները եւ ներկայացնել իրենց տեսակետները հակառուսական դա ընդամենը քաղաքական պաստառների ներքո է կատարվում, որ ուշադրություն դարձնեն եւ Ռուսաստանին իրենց ղեկավար Պուտինով ապացուցեն, որ տեսեք մենք ձեր համար ինչպիսի զողողությունների ենք գնում 45 պետություն այնտեղ նստած է եւ մենք անգամ այստեղ դոշ ենք ծեծում ձեր համար։ Ես կարծում եմ, որ սա ընդամենը շոուի ինչ որ մի մաս է, որը ապահովում են այդ կուսակցությունները, իսկ այդ կուսակցությունները նորից իմ կողմից նշված հաստատ այդ կուսակցությունների անդամները կամ մաս կկազմեն, եթե ուսումնասիրենք, էլի, դրա համար կան, օրինակ նույն ապրիլու երկիրը, որը միացել է ապրիլու երկիրը ինքը ինչքան գիտեմ միացել է Կարապետյանին։ Բայց եկեք մի բան ընդունենք, էլի Կարապետյանը ցուցակում չկա, Կարապետյանի վերնագրի տակ քվեներ գողանալ են էլ ընտրակաշառքներով, դա աբսուրդի ժանրից է։ Դե ունենք այն ինչը որ ունենք։ Այո, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Փաստաբան Հանուն Հանրապետության կուսակցությունից ազգային ժողովի պատգամավորի տեխնացու Լուսինե Զեյնալյանն էր, մնացեք առաջինի հետ, ես Ժիրայր Ոսկանյանն եմ։